հրապարակ օրաթերթի շուրջ ընթացող դատական անցյալ ներկա գործընթացների հետ, խնդրեմ, համեցեք։ Եվ այդ գործընթացների բնույթը մի քանի մանրամասներ։ Ես խոսքի մամուլի ազատության մասին խոսակցությունը սկսելուց միշտ մի նախադասություն եմ օգտագործում, ասում եմ, որ երբեք իշխանությունը մամուլին չի սիրում, երբեք մամուլի համար հեշտ չէ, երբեք լրագրողները զերծ չեն ճնշումներից։ Երևի դա բոլոր երկրներում է այդպես։ Մենք երկար տարիների գոնե ես 30 եւ ավելի տարիներ լրագրության մեջ եմ եւ այս ամբողջ ընթացքում իմ նաեւ ինձ նկատմամբ եղած իրադարձությունների սպեկտրում եմ ես անալիզանում այս ամենը եւ տեսնում եմ, որ միշտ եղել են ճնշումներ իշխանությունների կողմից, ուղղակի դրանք տարբեր բնույթի են եղել, տարբեր փուլերում, տարբեր ձևով են արտահայտվել։ Բայց այն, որ մենք ունենանք փողոցից, քաղաքասարակությունից, մամուլից եկած իշխանություն, որը կկիրառի դաժան ճնշումներ լրատվամիջոցների նկատմամբ, ճիշտն ասած ես գոնե 18 թվականին չէի պատկերացնում, հակառակը ինձ թվում էր, որ նախկին խմբագիր, նախկին լրատվամիջոցների ղեկավարներ, լրագրողներ, քաղաքասարակության ներկայացուցիչներ, այդ խումբը, քաղպայմանագիր կոչվող, որը իշխանության է եկել, պետք է ավելի բարենպաստ միջավայր ստեղծի լրագրողների համար եւ մեզ համար պիտի աշխատելը հեշտանա, պիտի մեզ համար ավելի մեզ գնահատեն, ավելի գուցե նաև ինչ-որ տեղ արտոնյալ պայմաններ ստեղծեն, որպեսզի լրատվամիջոցները գործեն, որովհետև գոնե իրենք իրենց մաշկի վրա զգացել են այդ ճնշումները եւ պետք է դրանից հետեւություններ արած լինեին։ Բայց ցավոք սրտի, ինչպես տեսնում ենք, 18 թվականից հետո բազմաթիվ իրադարձություններ տեղ ունեցան լրատվամիջոցների հետ կապված, որոնք վկայում են այն մասին, որ այս իշխանությունը չունի հարգանք լրատվամիջոցների հանդեպ, չի գիտակցում լրատվամիջոցների դերն ու նշանակությունը հասարակության մեջ եւ հակառակը ամեն գնով փորձում է փակել մեր բերանը, զսպաշապիկ հագցնել, այնպես անել, որպեսզի մեր աշխատանքի հնարավորությունները ավելի սուղ լինեն, սեղմ լինեն եւ մենք ավելի կաշկանդված լինենք, քան նախկինում էինք այն ատելի նախկին իշխանությունների օրոք։ Ես չգիտեմ ում հետ ինչպես, բայց հրապարակի նկատմամբ ճնշումները սկսվել են հենց 18 թվականից, կարծեմ օգոստոս ամիսն էր, որ ֆլեշմոբ սկսեցին քաղաքապայմանագրի падգամավորները հրաժարվեք բաժանորդագրությունից, մի կարդացեք հրապարակ, այդպիսի ոչի ներքո։ Իհարկե դա դեռ ծաղիկներն էին, այսպես ասած, շատ մեղմ ճնշումներ էին դրանք, հետո դրանք նորանոր ձևեր ստացան, դրսևորումներ ստացան եւ հիմա մենք ինչ ունենք։ Հիմա մենք ունենք այնպիսի վիճակ, որ ուրեմն անընդհատ հայցեր, հավատարմագրումից զրկել, լրատվամիջոցների լրագրողների նկատմամբ բռնություններ եւ ֆիզիկական բռնություններ եւ վերբալ բռնություններ, ունենք նաեւ արդեն փաստեր, որ ազատ խոսքի համար գոնե ոդքասթ վարող մարդիկ հայտնվում են բանտում, ունենք քրեական գործ հարուցելու փորձ, ունենք նաեւ քաղաքացիական հայցեր, որտեղ իրենք արդեն միլիոնների տուգանքներ են նշանակում լրատվամիջոցների նկատմամբ եւ ամենակարևորը մի քանի քպական կարկառուն դեմքեր արդեն սովորույթ են դարձրել ամեն օր եթեր մտնեն, լայվ մտնեն, ստատուսներ գրեն լրատվամիջոցների դեմ, թիրախավորեն լրագրողներին եւ լրատվամիջոցներին, ատելության խոսք տարածեն, իրենց կարծիքով պահանջներ ներկայացնեն, հաշվետվություններ պահանջեն, ֆինանսական միջոցների եւ այլն։ Այս բոլորը, երբ որ ամբողջության մեջ նայում ես, ուղղակի սարսափում ես, թե այդ երիտասարդները, որոնք ժամանակին երջանիկ կզգային, եթե մենք իրենց հետ սուրճ խմեինք, զրուցեինք, իրենց հետ շփվեինք, հիմա այսօր ինչպիսի դաժան ատելություն են տածում լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ։ Հիմա եթե վերադառնանք հրապարակին, մենք իհարկե սովոր ենք, դատական հայցեր շատ ենք ունեցել, այդ հայցերի մեծ մասում հաղթանակ ենք տարել, այդ նախկին ուրեմն կախյալ դատարանների պայմաններում բազմաթիվ հաղթանակներ ենք արձանագրել, բայց հիմա իրավիճակը փոխվել է, առաջ եթե մեզ դատի էին տալիս
ընտանիքի անդամները, իշխանավորների կամ իրենց չորտար ենթականներ եւ այլն, գոնե ոչ առաջին դեմքերը, ապա հիմա մենք փաստ ունենք, երբ որ երկրի ղեկավարը ասում են իր ծանր տեղը թեթևացրել է եւ դիմել է դատարան հրապարակ օրաթերթի դեմ մի անմեղ հարցադրումներով լի հրապարակման համար, որտեղ ընդամենը մենք իրեն վերադարձրել էինք իր գրած ստատուսները սրբազանների եկեղեցու դեմ, իր ոճով հեղինակը, այսպես ասած, պամֆլետ հրապարակախոսական մինյուտ էր արել, դավաճանում է արդյոք Նիկոլ Փաշինյանը իր կնոջ հետ, հրապարակումը պարզվեց, որ խիստ զայրացրել է Նիկոլ Փաշինյանին եւ հենց ինքը նույն օրը հայտարարեց, որ դիմելու եմ դատարան, ուրեմն դիմեց 1 միլիոն դրամի պահանջ ներկայացրեց, նաև փաստաբանի ծախսեր դրան գումարած եւ այլն եւ այլն։ Մոտ 6-7 ամիս դատավարությունը ընթացել է եւ մենք ունենք արդեն առաջին ատյանի որոշումը։ Ելնելով նրանից, որ մեր վեճի մի կողմում երկրի առաջի դեմքն է, վարչապետն է, մյուս կողմում մի անպաշտպան փոքր լրատվամիջոց է, ես կարող եմ այսօր գնահատել, որ վճիռը ի օգուտ մեզ է, ըստ էության, որովհետև դրամական պահանջն ամբողջությամբ մերժվել է, նույնիսկ փաստաբանի ողջամի ծախսերի մեծ մասն է մերժվել, այսինքն դատավորը փորձել է, այսպես ասած, ինչ-որ միջանկյալ ելք գտնել, որ ոչ արդարության դեմ շատ գնա, ոչ էլ վարչապետին զայրացնի, որտեղ հայտնի է, թե զայրույթը հետո ոնց է անդրադառնում իրենց պաշտոնի, իրենց հետագա պաշտոնավարման վրա։ Մենք իհարկե դիմելու ենք, հիմա արդեն պատրաստում ենք վերաքննիչ բողոքը, շարունակելու ենք, ուրեմն բողոքարկելու ենք դա, որտեղ այդտեղ բացարձակապես չկա զրպարտության նշույլ անգամ եւ նույնիսկ, չգիտեմ, վիրավորանք էլ չկա, այսպես ասած, հա, մարդը, եթե ինքը գրում է դոմփել, մանկապիղծ, սրբապիղծ, չգիտեմ, SN-ն, մի քաղաքացի կարող է իրեն ինչ-որ հարցադրումներ անել, օդում պտտվող այդ լուրերը շրջանառել եւ հարցնել, բա եթե դու հարց ես տալիս կաթողիկոսին զավակ ունես, թե ոչ, մենք էլ կարող ենք քեզ հարցնել, լավաճանում ես արդյոք քո կնոջը, թե ոչ։ Դա քաղաքացի մասով, հա, բայց պարզվում է, որ քաղաքացը չի բավարարում, հա, այս իշխանավորներին, իրենք արդեն իրանց համար փոքր են, նեղ է այդ շապիկը, հա, իրենք ավելի մեծ պատիժներ են ուզում լրագրողների համար, ուզում են, որ նրանք նստեն, դատվեն, հետապնդվեն, վարկաբեկվեն, այսպես հնարավոր ամեն ինչ պիտի անեն, որպեսզի լրատվամիջոցների կյանքը դժոխքի վերածեն, հա, դրա համար ինչ են արել։ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին, որ ասում Նարդոսի գործը կա, չէ, որ ինչ պատահեց, երբ որ երկու կտոր շաքար պակասեց սպանից Շաքարամանից։ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին ես մի խմբագրական եմ գրել, ընդ որում ես խմբագրականներ գրում եմ 18 տարի շարունակ ամեն օր, շաբաթը 5 անգամ։ Հրապարակախոսական փոքրիկ 1500 միշից կազմված տեքստեր են դրանք, այդ օրվա իրադարձություններն են վերլուծում, իմ մեկնաբանություններն եմ տալիս, այդ խմբագրականի մեջ իշխանությունը տեսել է բռնության կոչ, բռնության քարոզի արդարացում, ենթադրյալ, հա, այդպես ասենք, Եվ հենց 24 թվականի ուրեմն վերջին, ենթադրում եմ տենց հունվարին, հա, նաև 25 թվականի, դատախազությունը մի գրություն է ուղարկում քրեական ոստիկանություն, ասում է, այստեղ կա այսպիսի հանցակազմ, խնդրում եմ քննել այդ գործը։ Եվ 25 թվականի հունվարից մինչև 26 թվականի ապրիլ ամիսը այդ գործը քննել են առանց տեղեկացնելու։ Իհարկե գործը հարուցել են փաստի առիթով, փաստը դիտել են այդ հրապարակումը, եւ ուրեմն մի ամբողջ տարի 2-3 ամիս մեծ խումբ քննիչներ, ընդ որում ես գործի նյութերը նայեցի, դրանք ուրեմն 100 էջից ավելի գործի նյութեր են։ Այդքան աշխատանք են տարել այդ մի տարի 2 ամսում, 4 քննիչ է փոխվել։ Մեկը ասել է ես զբաղված եմ, չեմ կարող զբաղվել, մյուսն ասել է ես չգիտեմ, գնում եմ ուրիշ աշխատանքի, խնդրում եմ ինձ ազատեք, ես գործից երևում ա, որ իրենք էլ են տեսել, որտեղ գործ չկա, ամոթը հարուցել է։ Եվ ինչ են արել ուրեմն
դատախազությունում են հայտնաբերել, որ այդտեղ կա բռնության կոչ, դիմել են ուրեմն ոստիկանություն ուղարկել է քննչական կոմիտե եւ մի տարի 2 ամիս քննել են։ Ուղարկել են բարեբախտաբար դատա լեզվաբանական եւ դատա հոգեբանական փորձաքննության այդ տեքստը։ Ուրեմն հարցադրումներ են արել փորձագետներին։ Կա արդյոք այստեղ բռնության կոչ, թե չէ։ Ովքեր կարող էին կարդալ այս տեքստը եւ դրանից հետո զենքը ձեռքն առնել ու դուրս գալ պայքարի։ Ուրիշ լիքը տենց հարցեր, փորձագետներին ուղղված։ Փորձագետները բարեբախտաբար, երևի իմ բախտից է, որ մի քիչ բարեխիղճ մարդիկ են եղել եւ օգտագործելով բազմաթիվ մի մեծ մենակ 3 էջ գրականության կցված գրականությունն է, թե ինչի հիման վրա են այդ փորձաքննությունը արել, գրել են, որ չկա այստեղ կոչ, ճիշտ է օգտագործված է զինվորականներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ տերմինները, բայց դրանք ընդհանուր հասկացությունների իմաստով են ձևակերպված, ոչ թե կոնկրետ որպես թիրախային խումբ, որոնց կոչ է անում Արմինե Օհանյանը գնան բռնություն գործադրել։ Եվ մի խոսքով մի զավեշտի փորձաքննության եզրակացությունը կարդալուց ես բարձր ձայնով ծիծաղել եմ, որովհետև շատ զավեշտական է, որ իմ տեքստը նման վերլուծության է ենթարկվել, նման մանրագրքիտ ամեն բառը դրել են, ուրեմն պարզաբանել են, թե դա ինչ է իրենց ներկայացնում։ Ի վերջո դե քանի որ փորձագետները գրել են, որ բռնության կոչ չկա, ստիպված են եղել կարճման որոշում կայացնել։ Ես ենթադրում եմ, որ եթե մի փոքր ուրեմն կարճելու տեղ ունենային, գործը կհարուցվեր, բայց ուրիշ ավելի հետաքրքիր բան կա այս գործի մեջ։ Ուրեմն օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացրել քննիչները։ Այդ հարցադրումները, որ տեսնեք, դրանք շատ բնութագրական են, էլի, այս իշխանության համար։ Օրինակ, ասենք հարցադրում կա, ասում է, պարզեք, արդյոք Արմինե Օհանյանը կապ ունի այլ բռնության կոչեր անողների հետ, որոնք ասենք Facebook-ում նման կոչեր են տարածում։ Այսինքն, եթե հանկարծ պարզվեր, որ ես, չգիտեմ, ում ասեմ, Միքայել Աջապահյանի հետ առնչություն եմ ունեցել, մի անգամ սուրճ եմ խմել կամ շփում եմ ունեցել, իրենք կարող էին ասել, որ սա բանդա է, կազմակերպված իրար հետ գործել են, այն մեկը խմբագրական է գրել, մյուսը հարցազրույց է տվել, ոնց որ այսօր այդ երեխաների դեպքն են, չի արել, որ իր 3 հոգով մեկը կազմակերպիչն է, մեկը պատվիրատուն է, կամ օրինակ հարցադրում են արել, ինչ շահագրգռություն է ունեցել Արմինե Օհանյանը այս հրապարակումը անելիս, կա արդյոք նյութական շահագրգռություն, կա արդյոք պատվիրատու, դրթիչ, որը դրթել է նրան գրել այս տեքստը, դուք չեք պատկերացնի, սա այս քրեական վարույթը, որը նախաձեռնվել է 100 էջը, դա քաղաքական հետապնդման դասական ապացույց է, այդ ուղղակի գործի նյութերը դնես հրապարակես, ցույց կտաս, որ թե ինչ դատարկ, անիմաստ, փուչ գործով են զբաղված մեր իրավապահները, ինչպիսի պատվերներ են իրենց իջեցնում քաղաքական իշխանությունից, ինչքան անիմաստ ժամանակ են վատնում քննիչները, դատախազները, տարբեր տեսակի օպերատիվ աշխատողներ, եւ ինչպիսի կանխակալ վերաբերմունք ունեն ցանկացած խոսքի նկատմամբ, կլինի խմբագրի խոսք, լրագրողի խոսք, սրբազանի խոսք, քաղաքական գործի խոսք, կապ չունի։ Սա ըստ այդմ, եթե դա քաղաքական համարում է քաղաքական հետապնդման դասական օրինակ կարճման որոշումը քաղաքական որոշում է ըստ ձեզ, թե իրավական։ Գուցե կա նաև քաղաքական կոմպոնենտ այն իմաստով, որ թերևս ես կարծում եմ, այս բոլորը իհարկե ենթադրությունների դաշտից է, բան չունենք, այսպես ապացույցներ չունենք։ Ես ենթադրում եմ, որ մի տարի պահել են, մի տարուց ավելի պահել են այդ գործը, մտածել են, որ ինչքանով դա արդյունավետ կլինի դրա հարուցումը եւ վերած աղմուկը, էդ էլ կա, եւ աղմուկը իրենց օգուտ կլինի, թե վնաս կլինի։ Հիմա այս, գիտեք, մի քիչ ես հասկանում եմ, որ շատ մեծ չի տարբերությունը խմբագրի, սրբազանի եւ մյուսի միջեւ, իրենց համար կապ չունի, ով է խոսողը, բայց ամեն դեպքում միջազգային նաեւ ավանդույթներից ելնելով ես հասկանում եմ, որ
խմբագրին զուտ խոսքի, զուտ իր հոդվածի համար մեղադրանք հարուցելը կարող էր խնդիրներ առաջացնել իրենց համար։ Իրենք երևի ինչ-որտեղ նաև ինչ-որ մարդիկ ձեռնպահ են մնացել այդ կտրուկ քայլերին գնալուց։ Եվ երկրորդն էլ կա, Նարինե ջան, գուցե ընդհանրապես սա, այսպես ասած, զանգ են հնչեցնում, վախեցնում են բոլորին, ցույց են տալիս, որ մենք ոչինչի առաջ կանգ չենք առնելու։ Մենք ցանկացած մեկի հանդեպ կարող ենք հարուցել քրեական գործ։ Այդ մեկը կլինի Արմինե Օհանյանը, որը 20 եւ ավելի տարի ընկերություն է արել Նիկոլ Փաշինյանի հետ, թե կլինի հարգված Սրբազան եպիսկոպոս, թե կլինի բարերար, որը միլիարդները ծախսել Հայաստանում իրենց համունենք, իրենք ուզում են ասել, մենք չունենք կարմիր գծեր։ Դուք իմացեք, որ բոլորդ հարվածի տակ եք, բոլորիդ նկատմամբ կարող է հետապնդում հարուցվել, բոլորդ կարող եք հայտնվել բանտում։ Ինձ թվում է, dass մի քանի բան իրար գումարվել է ուղղակի։ Եվ մի բան էլ ավելացնեմ իմ խոսքին, ուրեմն պարզ է, չէ, որ այս քրեական վարույթը, որ իրականացրել են, նաև պետական միջոցներ են ծախսվել, չէ, բյուջեի միջոցներ են ծախսվել, այդքան մարդիկ վարձատրություն են ստացել, այդքան մարդիկ հնարավորություն չեն ունեցել այդ իրավապահները զբաղվելու ավելի կարևոր հանրային վտանգավորություն ներկայացնող գործերի քննությամբ ու բացահայտմամբ։ Եվ վերջապես փորձաքննության եզրակացության համար պետությունը վճարել է 198,000 դրամ։ Այդ 198,000-ի կեսը տային ինձ, ես կգրեի կտայի ես եզրակացությունը։ Հատա, խնդրեմ ներկայացեք ձեր հարցը։ 160 Զրահ Խաչատրյան, Տիկին Օհանյան, իրավիճակը, որը դուք ներկայացրեցիք, դուք միայն չեք բախվել, այսօր այդ իշխանությունների կողմից այդ ագրեսիան կամանում է կապանում։ Նա ձեր կարծիքով այստեղ մամուլի ներկայացուցիչները ինչ պետք է անեն, որոնք պետք է լինեն նրանց հայրերի գործողությունները։ Այսօր հայտնի դարձավ, որ երկու երիտասարդ կանանց, որոնք եկեղեցում էին, Դավիթը եւ Միքայելը, նրանց մեղադրանք պետք է առաջադրվի։ Սրա հետ կապված ձեր կարծիքն որպես հրապարակորոշակի գլխավոր եւ իշխանությունները հաճախ լրագրողներին թիրախավորում են ու ասում են, դե ասեք, ձեր ֆինանսավորողը ով է, օրինակ ձեր լրագրողները Դուբինյանը ասում, հենց հիմա ասեք, ձեր ֆինանսավորողը ով է։ Ինչու է պետք նրանց իմանալ, ով է ֆինանսավորողը տվյալ լրագրողը։ Շատ լավ, ես վերջից սկսեմ, հա, որտեղ այդ ավելի ինձ հաճելի հարց է։ Ուրեմն, տեսեք, նախ լրատվամիջոցները, գոնե լրատվամիջոցների 99%-ը պետական բյուջեից որևէ լումա չի ստանում, չէ՞։ Դրա փոխարեն իրենք ստանում են պետբյուջեից բարձր աշխատավարձեր, հիմա էլ ընդամենը օրեր առաջ 4.6 միլիոն բան են ստացել, չէ՞, պարգևավճար են ստացել, այո, այդ նույն Ռուբինյանը ստանում է միլիոնների աշխատավարձ եւ ըստ էության, այս պետությանը ոչ մի օգուտ չի տալիս, եթե չասենք, որ վնաս են տալիս իրենք։ Այդ մեկ։ Այսինքն մենք իրավունք ունենք իրենցից հաշվետվություն պահանջելու եւ ասելու, ասեք պետական բյուջեից, նաեւ մեր վճարած հարկերի, ձեր ստացած աշխատավարձով դուք ինչ եք անում։ Այս պետությանը ինչպես եք ծառայում, ինչքան եք օգտակար, արդյոք արժի, որ մենք որպես ձեզ վճարողներ, ձեր գործատուներ, արժի, որ մենք ձեզ շարունակենք աշխատավարձ տալ, թե ոչ։ Այդ մեկ։ Երկրորդը, բոլոր լրատվամիջոցները, գոնե մեծ մասը իմ ճանաչած հայտնի լրատվամիջոցների շատ բարեխիղճ հարկատուներ են։ Մենք այնքան մեծ հարկեր ենք վճարում, որ դա նույնիսկ բավականին դժվարացնում է մեր գործունեությունը, որովհետև իրենք գիտեք, որ հարկերը 5%-ից դարձրեցին շրջանառության հարկը 10% եւ մենք հիմա շատ ավելին ենք վճարում, քան առաջ էինք վճարում, եւ այդ հարկային հաշվետվությունը ես իմ Facebook-յան էջում նույնիսկ դրել եմ օրեր առաջ, որպեսզի տեսնի Ռուբինյանը, որ այս փոքրիկ խմբագրությունը, որտեղ մի 10 քանի մարդ է աշխատում, ինչքան օգուտ է տալիս այս պետությանը։ Այդ երկրորդ, երրորդը մեր բոլորի գովազդները մեր կայքերում բաց տեղադրված են։ Քիչ թե շատ գրագետ մարդը մտնում է հրապարակ եմ, 168 եմ, առավոտ եմ, չգիտեմ, Ռեփսիմեի էջը եւ տեսնում է, թե ինչ գովազդներ են տեղադրված եւ կարող է տարական հաշվարկ անել, թե այդ գովազդների
գովազդներից ինչքան գումար է մտնում եւ ինչ ֆինանսական շրջանառություն գոյություն ունի։ Ավելին ասեմ, ես նույն Ռուբինյանին առաջարկել եմ, ասել եմ վեր կաց արի խմբագրություն, քեզ հետաքրքրում է մեր ֆինանսավորողների ցանկը, ես պատրաստ եմ, այդտեղ կա կոմերցիոն գաղտնիք, բայց պատրաստ եմ, քեզ կտրամադրեմ մեր բոլոր 40 պայմանագրերը, կդնես, կնայես, կհաշվես, թվաբանություն կանես, եթե ես քեզ այդքան հետաքրքրում է այդ ֆինանսական մասը, կհամոզվես, որ մենք ստանում ենք ավելին, քան ցանկացած այլ լրատվամիջոց, ցանկացած պետական եւ իշխանական լրատվամիջոց եւ մենք ի վիճակի ենք մեր հոգսերը հոգալ մեր ստացած օրինական եկամուտների հաշվին։ Եվ երրորդը, մեր ախորժակը այդքան մեծ չի։ Ռուբինյանները պիտի իմանան, որ իրենք ստանում են 1 միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն աշխատավարձ, մեր լրագրողները ստանում են մի քանի 100,000 դրամ եւ բավարարվում են այդ ստացած գումարներով։ Մենք մեր կենսամակարդակը իրենց գոյության այս տարիներին բացարձակապես չի աճել, մենք ընդհանրապես վերարտադրության խնդիր ունենք, մեր ունեցածը պահելու խնդիր ունենք եւ այդ փոքրիկ աշխատավարձերը վճարելու խնդիր ունենք, որը հաջողությամբ լուծում ենք առանց որևէ լրացուցիչ ստվերային գումարի, եթե իրենք դրա կասկածներն ունեն։ Եվ էլ չեմ ասում, որ այս օպերատիվ միջոցառումներ իրականացնողները պարզ է, չէ, որ նաև ֆինանսական մեր մասերն են հետամուտ լինում, ուսումնասիրում, պետք գոյություն ունի, որը նաև կարող է հետևել տեսնել, քանի աշխատող ունեն գրանցված եւ այլ բոլոր հնարավոր միջոցներն ունեն իրենք այդ հարցերի պատասխանը ստանալու։ Բայց քանի որ իրանք մուտիլովշիկ են, իրանք պետքա որպեսզի վարկաբեկեն, օթում մեղադրանքներ հնչեցնեն, որոնց տակ ոչ մի հիմք չկա, իրենց արած իմաստը դա է։ Հնարավորինս արժե զրկել, վարկաբեկել լրատվական դաշտը։ Որպեսզի մենք այն օրը շատ լավ էր գրել։ Եթե մեզ մեծ գումարներ հետաքրքրեին, մենք այս գործով չէինք զբաղվի, եթե մենք ուզենայինք ավելին վաստակել, կգրեինք ճիշտ հակառակը, եւ ճիշտ հակառակը գրելու դեպքում մի քանի անգամ ավելի շատ գումար կստանայինք, քան այսօր մեր գրածի համար ենք մենք ստանում։ Հա, մյուս հարցը։ Երկու հարց է։ ԶՀՎ ներկայացուցիչները ինչ պետք է անեն։ Այո, Երկու երիտասարդ անդամներ։ Հա, շատ լավ։ Գիտեք, ես միշտ ասում եմ, որ ԶԼՄ-ների լրագրողների գլխավոր խնդիրն այն է, որ չվախենան, չզգուշանան, իրենց ներսի գրաքննիչը գլուխ չբարձրացնի, հա։ Մենք մեր գործը շարունակենք անել, անկախ նրանից, չգիտեմ, Ռուբինյան, Վագ Ալեքսանյան, չէ Պողոս, Պետրոս, ով ինչ կխոսի եւ ինչքանով կփորձի խանգարել մեր աշխատանքին, նույն Նիկոլ Փաշինյան եւ այլ, մենք պիտի մեր գործը անենք, ինչպես արել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, բոլոր ժամանակներում լրատվամիջոցները նույն գործն են արել, նույն ոճով են աշխատել, նույն ոգով են աշխատել եւ ոչինչ չի փոխվել մեր կյանքում։ Այդ գլխավոր անելիքն է։ Իհարկե շատ լավ կլիներ, անցած օրը Անիներ կարծեմ Հովհաննիսյան առաջարկ արել, որ եկեք մտածենք մի բան, որ սրա դեմն առնենք այս թիրախավորելու, այս մեզ խանգարելու բաների։ Լավ կլիներ, որ մենք կարողանայինք ինքնակազմակերպել եւ ինչ-որ քաղաքաքայլեր անել, իհարկե դա վատ չէր լինի, բայց ճիշտ ասած մենք այնքան ծանրաբեռնված ենք, այնքան շատ մեր աշխատանքը մեզնից ջանք, էներգիա, ժամանակ է խլում, որ հեչ հնարավոր էլ չի, որպեսզի լրացուցիչ ինչ-որ գործընթացների մեջ մտնենք։ Առանց այդ էլ հիմա մենք լրագրողներս այդքան էլ լրագրություն չենք անում, ինչքան ավելի շատ ինչ-որտեղ քաղաքական գործունեություն, քաղաքացիական գործունեություն, չէ, այդ նույն քաղաքասարակության նաև ֆունկցիան ենք մեր վերցրել, մեր վրա ընդդիմության ֆունկցիաներն ենք ինչ-որ չափով վերցրել մեր վրա, որտեվ այս երկրի լավ քաղաքացիներ ենք, որտեվ ցավում ենք մեր երկրի համար, տեսնում ենք երկիր ուր է գնում եւ փորձում ենք ինչ-որ ձևով ինչ-որ բան կանգնեցնել։ Ինչ վերաբերում է երիտասարդների դեպքին, ցավալի, շատ ցավալի դեպք է եւ սա այն նույն շրջանակում է, որ այս մարդիկ չունեն ոչ կարմիր գիծ, ոչ ինչ-որ սահմանափակում, ոչ դեմոկրատիայի մասին պատկերացումներ, ոչ հանրային համերաշխությունը վերականգնելու որևէ ջանք, որևէ նպատակ իրենց առաջ իրենք չեն դրել։ Այդ է խնդիրը, որ հիմա մենք այսպիսի վիճակում ենք։ Եվ ի վերջո, երբ որ դու երկիրը հասցրել ես այս վիճակին եւ
Արցախ ես կորցրել, այսքան կորուստներ են եղել, որ ամեն օր Ադրբեջանից մենք երեք էլ լսեցինք, չէ, Ադրբեջանի մի պտիմել է, որ ցեղասպանություն ճանաչվի։ Այսինքն ամեն օր այդ խոսույթի մեջ ապրող ժողովուրդը առանց այդ ստրեսի եւ ծանր շոկային պայմաններում է գոյատևում։ Եվ միտեղ էլ այո, մեկը քեզ կթքի, կմրի, միտեղ էլ կփորձի քեզ խփել, միտեղ էլ քեզ կվիրավորի եւ այլն։ Դու պետք է հասկանաս, որ այդ իրավիճակի բնական արձագանքն է մարդկանց այս պահվածքը եւ այդ երիտասարդներին ես չգիտեմ էլի պիտի մարդը պիտի բարոյականության, մարդկայնության, հայ լինելու բոլոր որակները կորցրած լինի, որ այդ տղաների նկատմամբ մեղադրանք հարուցի եւ փորձի տանել բանտ։ Ի վերջո մենք տեսնում ենք, չէ, այսօր մենք լուր ենք տպագրել, որ այդ Ամերիկայում մեր դեսպանը, չէ, Մկրտչյանի ինչ էր անում, Նարեկ Մկրտչյանի եղբոր նկատմամբ հարուցված գործը, մի տարի պայմանական են տվել, փակել են գործը, երբ որ զենք էին հայտնաբերել իր մոտից, չեմ ասում մյուս բաները, լավ, ենթադրենք զենք է եղել եւ զենք, բայց այդ նույն զենքի համար հիմա մեր հերոսը, մեր Աշոտ Երկաթը բանտում է, չէ, մի ամբողջ տարի բանտում է անցկացնելու։ Ոնց կարելի է այդքան անհավասար, այդքան անմարդկային, անարդար պայմաններ ստեղծել, այնտեղ հերոսի դեպքում, այս դեպքում նախարարի եղբոր նկատմամբ։ Հիմա նույնն է այս երեխաների դեպքն է։ Իսկ ով է ասել, որ պիտի ցանկացած, չգիտեմ, քայլ, նույնիսկ եթե ընդունենք հանցագործություն եք համարում դա, ով է ասել, որ պիտի մեղադրանք առաջադրվի, կալանքի տարվի, ձերբակալություն լինի, ով է ասել։ Հայկական երկրորդ հեռուստալիք Լիլիթ Տիկին Օհանյան, Նիկոլ Փաշինյանը իր վերջին ճեպազրույցներում պարբերաբար խոսում է լրագրողների մասին, ասում է, եթե մենք չընտրվենք, կդառնանք հաշմանդամ, ֆայլաբազարում կկանգնենք, գործ չեք ունենա։ Արդյոք այս քայլերով նաև բացի նրանից, որ ստիպում է, այսպես ասենք, գնալ եւ ընտրել իրեն, դուք ասում եք, որ չունեք կարմիր գծեր եւ փորձում են լրացնել, արդյոք կարողանան նաև լրացնել լրագրողներին։ Երկու տարբեր հարցեր էին, ես փորձեցի հասկացա, որ փորձում են լրացնել, սաստել, սահմանափակել, մեզ համար դժվար աշխատանքային պայմաններ ստեղծել, հոգեբանորեն ծանր իրավիճակ ստեղծել, այդ ակնհայտ է եւ դրա շուրջ նույնիսկ վեճել չկա, ուղղակի գիտեք, մենք նաև լրագրողներս իմունիտետ ենք ձեռք բերել, հա, այս տարիների ընթացքում, մեզ հեշտ չի այդ տեսակ խոսքով կամ քայլերով, նույնիսկ այս քրեական գործեր, չգիտեմ, քաղաքացիական հայցեր եւ այլն, այս ամենով այդքան հեշտ չի մեզ սահմանափակել, որովհետեւ ի վերջո խոսքի, ազատ խոսքի պահանջը դա բնական պահանջ է եւ միակ չասեմ, բայց այն ամենակարևոր ձեռքբերումներից է, որ մենք մեր Հայաստանի պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ունեցել է այս 30-40 տարվա ընթացքում։ Ինչու՞ պիտի մենք կամովին հրաժարվենք մեր ձեռքբերումներից, այդ մեկ։ Երկրորդը, ինչ է նշանակում հաշմանդամ, չգիտեմ, ֆայլաբազար, իսկ որ ժամանակներում է Հայաստանում լրագրողը հաշմանդամ դարձել, ես ինչ որ չեմ հիշում։ Հա, իհարկե, եղել են միջադեպեր, եղել են քաշքշուկներ, եղել են վիրավորել, եղել է նույնիսկ ծեծի դեպք, բայց նախ ժամանակը գնում է, զարգացում կա, պետությունը փոխվում է, մարդիկ են փոխվում, եւ հետո ի վերջո, բա 10 թվին ձեզ բերեցինք, որ դուք գնաք նորից էլի Շմայսի ու չգիտեմ, Թոխմախի մհերի հետ համեմատվեք, հա? Բա դուք են մարդիկ եք, որ լրագրողների ընկերներն եք, լրագրությունից եք եկել, դուք ազատ խոսքի ջատագովներն եք եղել, 1000 հատ ճառ եք ասել ձեր գոյության, ձեր կյանքի ընթացքում։ Հիմա նորից ուզում եք համեմատվել այն բռի, այն վայրի ժամանակների հետ։ Մենք թույլ չենք տա։ Եվ էլ չեմ ասում, որ ձեր մեջ էլ հիմա Շմայսներ կան։ Հիմա ձեր Ռուբեն Ռուբինյանն ու Վահագն Ալեքսանյանը ինչով է Շմայսից տարբերվում։ Ինչով։ Ոչնչով, հələ Շմայսը միտեղ կգար, ներողություն էլ կխնդրեր, միտեղ կասեր, կներեք, ես անգրագետ մարդ եմ, բա իրենք ասում են, մենք կրթություն ենք ստացել, Եվրոպաներում էսում են ու մետ է ձեր կրթությունն ու շնորհքը, հա։ Այնուամենայնիվ մնում է
հարցերի, թե ինչու լրագրող Նիկոլ Փաշինյանը, որ հիմա վարչապետի պաշտոնում է, մամուլի շատ լավ իմանալով եւ հասկանալով մամուլի դերը, նշանակությունը, ազդեցությունը հասարակական քաղաքական գործընթացների վրա, հանրային կարծիքի ձևավորման վրա, փոխանակ փորձի համագործակցել կամ համագործակցության եզրեր գտնել լրատվամիջոցների հետ, մնալով գուցե եւ պես ասած տարբեր կողմերում, գնում է ավելի հաճախ գտնում դիմակայության ճանապարհով։ Այո, կարծում եմ, որ հենց այդ քո ասացի մեջ է նաև պատասխանը, որ ինքը նաև հասկանում է մամուլի խոսքի ուժի ազդեցությունը եւ գիտի, որ ինքը հենց այդ խոսքի ուժով է եկել իշխանության, դրա համար էլ վախենում է, որ հիմա կարող է իր իշխանությունը իր ձեռքից խլեն հենց խոսքի ուժ ունեցող մարդիկ, նաև այդ է պատճառը, եւ երկրորդն էլ գիտես, այս վերջի գոնե 1-2 տարին այնքան իրանք նյարդային, անհավասարակշիռ, ցնցումային, հիստերիկ վիճակներում են, որ շատ դժվար է տրամաբանություն տեսնել իրենց գործողությունների մեջ։ Չես նկատել, նույն խոսքի մեջ ինքը ուրեմն հարձակվում է լրագրողի վրա, սկսում է գոռալ վիրավորել, կեսից հասկանում է, որ չափն անցել է, կեսից սկսում է ներողություն խնդրել։ Այսինքն մի մարդը այնքան երկվության մեջ է իր անձը, ինքը չի կարողam դաժե կողմնորոշվի, վիրավորի, թե բարեկամություն անի, ներողություն խնդրի, թե բան անի, կոպտի, ֆայլաբազար ասի, թե ասի դուք պիտի ձեր մասնագիտական որակները բարձրացնեք, որ մենք իրար հետ երկար դեռ ունենք համագործակցելու։ Դե ինքը դենց բան վիճակում է, չկողմնորոշված, անորոշ, չգիտի երևի ապագան ինչ է սպասվում իրեն, անհանգիստ է, երևում է, որ վախեցած է, երևում է, որ այս ընտրությունները շատ նյարդային վիճակում են իրենց բոլորին դրել եւ իրենք չգիտեն իրենց ապագան։ Ես երեք օրինակ մի բան մի դիտարկում արեցի։ Թվում է թե 2026 թվականն է, իշխանությունը պիտի սենց ասած ընդլայնված լիներ, նոր մարդիկ հայտնվեին, սերնդափոխության ինչ-որ փորձեր արվեին, ի վերջո հասարակությունը փոխվում է, աճում է, մարդիկ գնում են կրթություն են ստանում եւ այլն։ Դուք տեսեք, իրենց թիմում մի հատ նոր մարդ չկա։ Իրենք մնացել են 18 թվի իրենց, այն էլ մի մասի հույսին, էտա չէ, իրենց կորիզը լավերը նույնիսկ թողել գնացել են, մնացել են այդ մի խումբը, ովքեր պատրաստ են խելակորույս առանց առարկության ենթարկվել Նիկոլին եւ այդ ուսապարկի դերում, կոճակ սեղմողի դերում իրենց արդարացրել են։ Միայն այդ մարդիկ են չէ մնացել այդ թիմի կազմում։ Այսինքն ոչ մի հստությունը կներեք, դուք բացատրում եք նրանը, որ կարող է եւ չվերարտադրվեն։ Այո, իհարկե, իհարկե։ Դեկին Հովհանյան տեսեք, դուք ասեցիք, որ լրագրողները բազմազգանք մարդիկ են ու չեն կարող այնպես ինքնակազմակերպել միջոց ձեռնարկել։ Ժամանակին երբ Սերժ Սարգսյանը ասաց գաղտնիքավոր լրագրողներ են տարածում, սենց անձուժ արտահայտությունները, տեսողան նույն կպահկանները մեծ աղմուկ էին դրա շուրջ բարձրացրել, վայ լրագրողներին ես ինչ են ասում, իսկ այսօր իրենք Ալբեն Ժողովյանից Բաքսիվի մեին ու նիկասես ասում են ու հիշում են նախկինների չմայցով խատել ու բռնաբարել։ Ու չեք կարծում, որ լրագրողները պիտի միասնական ամեն դեպքում ինչ-որ քայլ ձեռնարկեն, ոչ թե կպահկանների ինչ-որ բռնաբարության համար, այլ շարքային քաղաքացիների, որոնք անգիտակցաբար ուտում են երկու այսպես ասած, մոդելն են Փաշինյանն ասում են լրագրողների սաղի լիցենզիայի ձեռքի առանց հասկանալը, որ մենք լիցենզավորված գործունեություն չեն ծավալում եւ երկրորդ հարցը, ես հաճախ ինձ մեղադրում եմ ժամանակին Փաշինյանի գերուները էջումը ստանալու համար, այդ թվում լայնորեն լուսաբանելու համար, ոգևորվելու համար եւ այն, թե ես հասկանում եմ, ես իմ գործն եմ արել։ Դուք Մերկի զգացողություն ունենք, որ մենք լրագրողներս նաև նպաստել ենք, որ այս իշխանությունը ունենա այդ աթոռներու ու դառնա պատված։ Չէ, Սիմե ջան, կատեգորիկ դեմ եմ ես քո ասածին, ինչու՞։ Որովհետև լրագրողների գործը նախ լուսաբանել, օպերատիվ ինֆորմացիա փոխանցելն է, երկրորդը անպայման ընդդիմությանը աջակցելն է։ Պետք է լրագրողը ամեն ինչ անի, որ երկրում ընդդիմություն կայանա, որովհետև եթե դուք չունեք, երկրում չկա լավ ընդդիմություն, ուժեղ ընդդիմություն, երկիրը չի կարող լինել ուժեղ, կայացած, անվտանգ, պաշտպանված, զարգացող եւ այլն եւ այլն։ Մենք բոլոր ժամանակներում ինչ ենք արել, բոլոր ժամանակներում խնայող ենք եղել այդ պահի ընդդիմության նկատմամբ եւ ավելի խիստ են եղել իշխանության նկատմամբ։ Եվ դա աշխարհում է այդպես։ Բոլոր տեղերում այդ պահապան շանդերը լրագրողը որ կատարում է, դա ուղղված է
իշխանություններին զսպելուն, մանավանդ մեր նման երկրներում անպայման պետք է իշխանությունը շատ զսպված լինի եւ զսպող օղակները որոնք են լրատվամիջոցներն են, քաղաքասարակությունն է եւ ընդդիմությունն է։ Հիմա եթե այդ երամիասնությունը չկա, հիմա այսօր չկա իրականում, խախտվել է, չէ՞։ Մենակ կարող ենք ասել, որ լրագրողներն են մնացել։ Դրա արդյունքը մենք ունենք էս, ինչ որ մենք մեր աչքի առաջ տեսնում ենք, չէ՞։ Այս խայտառակ, այս քաոսային վիճակը։ Այնպես որ դուք քեզ մեղավոր մի զգա, ես էլ ինձ մեղավոր չեմ զգում, որովհետեւ այո, մենք աջակցել ենք ընդդիմությանը։ Աջակցել ենք ժամանակին Ռաֆի Հովհաննիսյանին, Վազգեն Մանուկյանին, բոլոր այդ պահին ով եղել է ընդդիմադիր դաշտում, նրանց ավելի խնայողաբար։ Հիմա նույն ձևով խնայողաբար ենք վերաբերվում ընդդիմադիր դաշտում հայտնված նախկին իշխանություններին, չէ՞։ Ասենք նույն Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանն այնպես չի որ մեր աչքի լույսն են, չէ՞։ Ժամանակին մեծ տառապանքներ են ունեցել, մեծ հակասություններ են ունեցել, դատական վեճեր են ունեցել, պայքարել ենք իրենց դեմ, բայց իրավիճակը փոխվել է, իրանք եկել են ընդդիմադիր դաշտ, մենք այսպես թե այնպես ստիպված ենք իրենց խնայողաբար վերաբերվել։ Գոնե նույն հարթության մեջ չենք դնում իշխանության հետ։ Այնպես որ դա նորմալ է։ Այդտեղ դա սկզբունքային վերաբերմունք է։ Հիմա ոնց որ նույնն է, որ ասում են ինչպես կարելի է ասենք քրեական հետապնդման ենթարկվող, չգիտեմ, Պողոսին նույն Մանվել Գրիգորյան, հա, կամ ժամանակին Մանվել Գրիգորյան դեմ մենք լիքը հրապարակումներ ենք արել, բայց մենք երբ որ ինքը իր իրավունքները սկսեցին ոտնահարվել, մենք սկսեցինք գրել այդ մասին, սկսեցինք պաշտպանել, որտեղ ի վերջո սկզբունքն ենք պաշտպանում, իրավունքն ենք պաշտպանում, ոչ թե անձերի։ Ես իհարկե մի, այսպես ասած, անհամաձայնություն ուզում հայտնել տեղեկատվություն տարածելը, ներկայացնելը ընդհանրապես հասարակական քաղաքական գործընթացների մասին այլ բան է, բայց կարծում եք մամուլի դերը, ԶԼՄ-ի դերի ընդդիմությանը ինդուլգենցիա տալն է։ Չէ, ինդուլգենցիայի մասին չի խոսքը, խոսքը նրա մասին է, որ չենք կարող մենք հավասարության նշան դնել ընդդիմության կատարած սխալների եւ իշխանության կատարած սխալների միջեւ։ Դրանք շատ տարբեր բաներ են հասկացությունները։ Հետո գիտես ինչ, ընդդիմությունը հասկացանք, կարա միտեղ մի քիչ թույլ լինի, հետո նաեւ բարձրավոր հալածանքներին ենթարկվում, լավ վիճակում չեն կարողանում, բա մենք չաջակցենք, որ կարողանան ընտրության մասնակցեն, քաղաքական դաշտը պայքար լինի, շանս լինի, որ ինչ-որ բան կփոխվի երկրում։ Դա խնդիրը, որ ընդդիմությանը շատ չհարվածենք։ Եվ մեկ էլ մի հարցել, հա, այո, կազմակերպվելու մասով։ Ես էլ եմ ասում, շատ լավ կլիներ, եթե մենք ունենայինք տենց կոնցեպտուալ հնարավորություններ, ընդհանուր պայքարի պլատֆորմ մշակեինք, ինչ-որ քայլեր անեինք, հա, ինչ-որ բաներ մտածեինք, կամ գոնե թեկուզ խոսքային առումով կարողանայինք իրար հետ պայմանավորվել ինչ-որ հարցերի շուրջ բան, բայց գիտես նախ դաշտը շատ խայտաբղետ է, այդքան հնարավոր է չի միասնական քաղաքականություն մշակել, բայց այո, խոշոր խաղացողները կարող են ինչ-որ ձևով իրար հետ պայմանավորվել։ Դե էդ էլ գիտես ինչ, ավելի շատ մի քիչ մեղադրեմ էլի մեր լրագրողական կազմակերպությունների մեղքն է, որ իրենք պիտի նախաձեռնեն այդ տեսակ բաները։ Դա անհատ հիմա նույնը չի, որ Արմինե Օհանյանը կազմակերպի, նույնը չի, որ ժուրնալիստների միությունը կազմակերպի, հա, ճիշտ կլինի, որ կազմակերպությունները նախաձեռնեն այդպիսի բաներ։ Եվ ևս մեկ հարց, ազգային ժողովում հանրաժողովների մակարդակով կարծեմ շրջանառվում է ատելության խոսքերն ծանոթ եք արդյոք եւ արդյոք համարում եք որ դա հնարավոր նոր զսպաշապիկ կարող է դառնալ դատապարտությունների ազատության, հապես խոսքի ազատության։ Այո, գիտես այդ փաստաթուղթը դեռ մշակման փուլում հայտնվել էր մեր ձեռքում, ես տրամադրել էի մի լավ իրավաբան էքսպերտի, որը այդ դաշտում գլուխ է հանում եւ ինքը հետաքրքիր բան ասեց։ Իհարկե ամբողջ աշխարհն է հիմա պայքարում ատելության խոսքի դեմ, թեև ոչ մի երկրում չկա դեռ ընդունված այդպիսի օրենսդրական կարգավորումներ եւ դա շատ բարդ է ասել, որ Հայաստանը ոնց կարող է, հա, առաջ մի ոտ առաջ մյուս պետություններից են զարգացած երկրներից ինքը նախաձեռնել է տեսակ process, բայց ենթադրենք թե բարի նպատակով ուզում են ատելության խոսքը սահմանափակեն։ Նախ հենց ատելության խոսքը իրենք են տարածում, այդ նույն մարդիկ ովքեր որ ուզում են դրա դեմ պայքարեն, հա, նույն Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթներում կա ատելության խոսք, բոլոր անխտիր, չկա մի ելույթ, որտեղ դու չգտնես ատելության խոսք որևէ խմբի, որևէ անձի, որևէ թիմի նկատմամբ, այո, եւ երբ որ ինքը դա գեներացնում է, հետո խոսում է ատելության դեմ խոսքի դեմ պայքարից, դա ուղղակի զավեշտի ու, չգիտեմ, ծաղրի նման է։
Եվ երկրորդն էլ այս նախագծում ինչ են արել, շատ հետաքրքիր բան են մտածել։ Ուրեմն մարդիկ ատելության խոսք ասելով նկատի ունեն սոցիալական որևէ խմբի, որևէ ազգի, որևէ ռասայի, որևէ կրոնական հայացքների համար իրենք ավելացրել են նաև քաղաքական հայացքների համար ատելության խոսք, որը շատ վտանգավոր է։ Այդ մեր էքսպերտը ասաց, որ դա ինքնին հող է նախապատրաստում, որպեսզի հետո եթե ԿՊ-ի որևէ ներկայացուցիչի նկատմամբ որևէ քննադատություն հնչի մտցնեն այս օրենքի տակ ու այդ արդեն օրենքով պատժեն, ոչ թե բանով։ Դա մի խայտարակություն այո։ Ես ուղղակի հույս ունեմ դեռ, որ այդ քանի որ նախագիծը ընդհանրապես մշակումների փուլում է, կարող է դեռ կանգնեցնել, հա, ինչ որ էքսպերտներ միջազգային կամ չգիտեմ Վենետիկ ուղարկեն կամ ինչ որ մի ձևով դա հնարավոր լինի կանխել, բայց դա եթե ընդունվեց, դա ահավոր է լինելու մեր համար, մեր բոլորիս համար։ Խնդրում կներկայացնեմ, ես օրենքից Կարինը նշեցի, որ գիտությանը պետք է աջակցել լրագրողների նաև կորցնելար և մարդի դեպքերի առնչությամբ դուք Նիկոլ Փաշինյանին այժմ գիտնան ուսումնարանի գործիչ էր ևս աջակցել եք Որ դեպքերի մարտի 1-ին, հա։ Եթե այսօր իշխանափոխություն լինի և Նիկոլ Փաշինյանը կրկին հայտնվի դիմադրի դեպքերում, այդ պարագայում հնարավորություն է նրան աջակցելու։ Ես քիչ առաջ, երբ որ պատմում էի, խոսում էի, բերեցի գեներալ Մանվելի օրինակը, որի դեմ մենք հարյուրավոր հոդվածներ ենք տպագրել, երբ որ ինքը Էջմիածնում բեսպրեդելի մթնոլորտ էր ձևավորվել, բայց երբ որ իրեն սկսեցին հետապնդել եւ այդ քրեական գործը ակնհայտորեն խախտումներով, մարդու իրավունքների ոտնահարումներով, կողմնակալ ձևով էր ընթանում, մենք լիարժեք պաշտպանել ենք Մանվել Գրիգորյանին։ Ցանկացած մարդ Բանի որտերի խոսք կա, ես շատ սիրում եմ այդ խոսքերը, ասում է, ես քո հայացքները չեմ ընդունում, բայց պատրաստ եմ իմ կյանքը տալ, որ դու դրանք արտահայտելու հնարավորություն ունենաս։ Այսինքն մենք պիտի մարդու իրավունքներ պաշտպանենք, ոչ թե անձերի վրա կենտրոնանանք, հիշենք, թե այդ մարդը առաջ ինչ է արել, որտեղ երբ որ սկսենք հիշել, թե յուրաքանչյուր անձ ժամանակին ինչ խախտումներ է արել, դա շատ հեռուն տանող տեղ է, հա, չենք կարող, ոչ մեկին այո, ոչ մեկը արդար չի, ասма թող կարգցի նա, ով որ արդար է, ուզում եմ ասել, որ պետք է մարդու իրավունքները պաշտպանված լինեն, անկախ նրանից ինքը ինչ պաշտոն է զբաղեցնում, որ դաշտում է, ընդդիմություն է, թե իշխանություն է, պետք է մամուլը առաջնորդվի սկզբունքներով եւ օրենքներով։ Բայց չեք տանի, չէ՞, նույնապահի հարցակապը։ Այդ չեք տանի։ Որ կարիքը լինի, որ սոված լինի, տեղ չունենա ապրելու կտանեմ, ոչ մի տարբերություն։ Շնորհակալություն Նիկոլ Փաշինյանը, ես այլև ասեմ։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, շնորհակալություն այս հանդիպման համար։ Ես եմ շնորհակալ։ Ես անհատական չարություն, ատելություն չունեմ իր հանդեպ։ Իմ պրետենզիան, իմ դժգոհությունը իր քաղաքականությունից է, իր այս ամեն ինչից է, այնջան գրիչ վերցնել։ Շենգավիճիկում է պատել անվանավանդում չի ունենա։ Վրեդնի հարցերը տվեցի սավրեցի մեր։ Thank you.